Աշխարհագրությունը լայն է, առաքելությունը մեկը։ Հիպոկրատի մի վնասիր առաջին պատգամը որպես կարգախոս մայրաքաղաքում մի հարկի տակ է հավաքել բուժքույրերի Միացյալ Նահանգներից, եվրոպական եւ ասիական տարբեր երկրներից։ Նրանք Հայաստանի եւ Արցախի բուժքույրերի հետ եկել են քննարկելու հիվանդի անվտանգության ապահովման խնդիրները։ Հերթական կոնֆերանսն է հասկացում այս անգամ միջազգային բուժքույրական համագումարը, որը միտված է առաջերտին բուժօգնության որակը բարձրացնելու, բուժքույրերի գիտելիքները բազմապատկելու, իրենց փորձը հարստացնելու, նոր բժշկական մասնագիտական հմտություններ իրանց փոխանցելու եւ այդ առումով ներկային եւ Արցախի բուժքույրերը եւ Հայաստանից ժամանած բուժքույրերը եւ ուրեմն արտասահմանյան մեր գործընկերները, բժիշկ բուժքույր դասախոսները, որոնք որ դասավանդելու են եւ ինչ որ ներկայացեցին որ փոխանցելու են այդ գիտելիքները մեր բուժքույրերին։ Միջազգային բուժքույրական համագումարի մասնակիցներին ողջունելու արդյունավետ աշխատանք է մաղթել երկրի նախագահը։ 2014 թվականին մեր հանրապետությունում արդեն իսկ կայացել էր համաժողով նվիրված բուժքույրերի միջազգային օրվան։ Այն ժամանակ իմ ելույթում նշել էի, որ մենք շահագրգռված ենք այսպիսի միջոցառումները դարձնել բարի ավանդույթ։ Եվ այն, որ այսօր դուք այստեղ եք, դրա լավագույն վկայությունն է։ Նման ներկայացուցչական միջազգային համագումարի անցկացումը կարևոր է մի շարք առումներով։ Դա լավ հնարավորություն է բուժքույրերի մասնագիտական որակավորման բարձրացման, փորձի փոխանակման, այս ոլորտում նոր եւ ժամանակակից մեթոդներին ու միտումներին ծանոթանալու եւ դրանք տեղերում կիրառելու տեսանկյուններից։ Տարբեր երկրներից ժամանած առաջատար մասնագետների հետ շփումներն ու փոխգործակցությունը անպայման իրենց դրական ազդեցություն կունենան Արցախի բնակչության առողջության պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների վրա։ Մեր երկրում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահության ոլորտին։ Մայրաքաղաքում եւ շրջաններում շահագործման են հանձնվել ժամանակակից չափանիշներին համապատասխանող մի շարք բժշկական հաստատություններ։ Բարբերաբար հրավիրում են բարձրակարգ մասնագետներ, ովքեր տեղում իրականացնում են վիրահատություններ, հիվանդների ընդունելություն եւ բուժում, խորհրդատվություններ, կազմակերպում են վերապատրաստման դասընթացներ։ Այս ամենն արդեն իսկ տվել է իր դրական արդյունք։ Միևնույն ժամանակ հրամայական է դարձել բարձրագույն բժշկական անձնակազմի որակավորումը բարձրացնելուն զուգահեռ նմանատիպ աշխատանք իրականացնել նաև միջին եւ կրտսեր օղակների մասնագետների ունակությունների բարձրացման շարունակական ապահովման ուղղությամբ, առանց որի անհնարին կլինի ունենալ ժամանակակից եւ արդյունավետ գործող առողջապահական համակարգ։ Արցախում հրատապ է դառնում նաև հիվանդապահ բուժքույրերի ինստիտուտի կայացման անհրաժեշտությունը եւ մենք շահագրգռված ենք ի սկզբանե այն ճիշտ հիմքի վրա դնելու գործում։ Այս համատեքստում հատուկ նշանակություն ունի բարձր մասնագիտական եւ մարդկային որակներ ունեցող բուժքույրական կազմ ունենալը։ Ինչ վերաբերում է բուժքույրերի մասնագիտությանը, կուզենայի մեկ անգամ եւս նշել, որ դա չափազանց կարևոր ու պատասխանատու աշխատանք է, որը պահանջում է սրտացավություն, հոգատարություն, բարություն եւ իր գործուն ներկայությամբ հիվանդների վիճակը թեթևացնելու, նրանց բուժմանը եւ ապաքինմանը նպաստելու ունակություններ։ Այս ամենի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Պետք է միայն ցանկանալ, որ մեր բուժքույրերը բարեխղճորեն կատարեն իրենց պարտքը, դրանով իսկ հավատարիմ մնալով իրենց ընտրած մասնագիտությանը։ Արցախի թեմակալ առաջնորդը բուժքույրերին համեմատել է գթության քույրերի հետ, որոնք հայտնվելով աշխարհի տարբեր ծայրերում օգնության ձեռք են մեկնում ու հիվանդի շուրջ յուրահատուկ մթնոլորտ ստեղծում։ Առողջություն կյանքի հետ կապված խնդիր է։ Իսկ կյանքը տալով մեզ Աստված։ Դրա համար այս գործը իսկապես աստվածահաճո է։ Նվիրական առաքելություն ունի Աստվածայինի հետ կապված էր այս խնդիրը։ Առողջապահության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում բուժքույրերի կրթության, մասնագիտական զարգացման ու կատարելագործման հարցերին։ Այսօր Արցախն ունի նորագույն սարքավորումներով հագեցած հիվանդանոցներ եւ մասնագետներ բնակչությանը պատշաճ բուժական օգնություն ապահովելու համար։ Համագումարը բուժքույրերի համար գիտելիքների ձեռքբերման մեծ հնարավորություն է։ Համաժողովը Արցախի բուժքույրերին կտա կատարելագործում, մասնագիտական փորձի զարգացում եւ առաջընթաց։ Ամբողջ աշխարհում բուժաշխատողները պայքարում են մարդկանց առողջության համար, ապահովելով նաև հասարակության առողջությունը։ Միայն առողջ հասարակություն ունեցող երկիրը
կարող է զարգանալ եւ զորանալ։ Հայաստանի բուժքույրական գործի կազմակերպիչներ հասարակական կազմակերպության նախագահ Ալինա Քուշկյանը բուժքույրական գործի գնահատման հարցում բեկում է մտցրել։ Բուժքույրական գործի կազմակերպման թեմաներով առաջին անգամ տեխնացուական եւ դոկտորական թեզեր պաշտպանելով։ Համագումարը վստահ է հիանալի օրինակ է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության առումով։ Կարծում եմ սա շատ կարևոր եւ նշանակալի է Արցախի բուժքույրերի համար, քանի որ եզակի հնարավորություն է ծանոթանալ վերջի նվաճումների եւ նորությունների քույրական գործում եւ բնականաբար տարածել իրենց աշխատատեղերում։ Միջազգային բուժքույրական համագումարն այսօր ավարտել է իր աշխատանքները։ Մասնակիցներին նաև Արցախը ճանաչելու հնարավորություն էր տրվել։ Սամվել Բալայան, Մհեր Մկրտչյան, օր։